Լրագրող հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանը ռեպեր Դավոն արդեն 4 տարի է ինչ մշտական բնակություն են հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սոնան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Instagram-յան հարթակում, որտեղ հոլովակների միջոցով պատմում է Միացյալ Նահանգների կյանքի մասին, ներկայացնում վատ ու լավ կողմերը։ Սակայն այսօր Սոնայի Instagram-յան հրապարակումը այլ կարևորություն ունի։ Ծնվել է նրա և Դավիթի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանակոչել են Ջիա։ Ջիա Միրոյան 170625 Instagram-յան իր էջում հիվանդանոցից լուսանկար հրապարակելով գրել էր Սոնա Աբրահամյանը. Star News-ը շնորհավորում եմ։ Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել էր 2018 թվականին, իսկ մենք ներկայացնում ենք նաև այն հոլովակը, որով Դավիթն ու Սոնան հայտնել էին հղիության մասին։ Հավելենք նաև, որ Սոնա Աբրահամյանի և Դավիթ Միրոյանի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։ Արարողության գեղեցիկ պահերը, լուսանկարներն ու ամբողջ տեսանյութերը հրապարակված են նրանց սոցիալական էջերում։ Հարկ է նշել, որ զույգը չէր պահպանել հարսանիքի ավանդական երթուղին, հանդիպման վայր ընտրելով Երևանի հյուրանոցային համալիրներից մեկի գեղեցիկ այգին։ Որոշեցինք փոքր-ինչ շեղվել հայկական տարբերակից ու հյուրովի կազմակերպել մեր օրը։ Հարսի տուն, փեսայի տուն գնալու փոխարեն այգում մեր մտերիմ ընկերների հետ մի քիչ շփվեցինք ու գնացինք եկեղեցի։ Այս կերպ և մենք չհոգնեցինք և մեր հյուրերը, էներգիա խնայելով լավ քեֆ անելու համար, ասել էր հաղորդավարուհին հարցազրույցի ժամանակ։ Պարզվում է, եկեղեցու ընտրությունը փեսայինն է եղել։ Երբ հստակեցրինք հարսանիքի օրն ու սկսեցինք զբաղվել մյուս գործերով, Դավիթն առաջարկեց Սաղմոսավանքում պսակադրվել։ Ես չառարկեցի, քանի որ նախընտրելի այլ վայր չունեի և այս վանքը շատ եմ հավանում։ Հարսանեկան խնջույքը ևս նորապսակները կազմակերպել են երևանյան այգիներից մեկում։ Ուրախ մթնոլորտ, ջերմ պահեր ու իհարկե հայտնի հյուրեր։ Ահա այսպես անցավ Սոնայի ու Դավիթի հարսանյաց խնջույքը։ Ամուսնության առաջին տարում ամանորին Սոնան ու Դավիթը յուրահատուկ էին պատրաստվել։ Նրանք նույնիսկ մասնակցեցին հարցազրույցի, միասին զարդարեցին տոնածառն ու անկեղծորեն պատմեցին ամանորյա հրաշքի մասին։ Սոնան նշել էր. Ամանորն իմ ամենասիրելի տոներից է։ Նոր տարին օգնում է, որ մի պահ կանգ առնես, ամփոփես նախորդ տարին ու կազմես հաջորդ տարվա պլանները։ Սովորաբար ամենաերկարը նվերներն եմ պատրաստում։ Դեկտեմբերի սկզբից ցուցակ եմ կազմում, ում ինչ պետք է նվիրեմ։ Հավասարաչափ սիրում եմ և նվիրել, և ստանալ նվերներ։ Փորձում եմ մտապահել, թե տվյալ մարդը վերջին շրջանում ինչ է տեսել ու ցանկացել գնել, որ նվերն անպայման դուր գա, անկեղծացել էր Սոնան, խոսքը փոխանցելով Դավիթին։ Ես այնքան մեծ էմոցիաներ չունեմ կապված ամանորի հետ, որքան Սոնան։ Էլ ինչ ամանոր առանց տոնածառ։ Ահա այս մասին խոսեց Սոնան։ Այդ պատճառով էլ բանավեճ ունեցանք։ Շատ էի ազդվել, որ Դավիթի համար միևնույն է տոնածառը։ Ուզում էի ինձ հետ կիսի էմոցիաներս։ Էլ ինչ ամանոր առանց տոնածառ։ Դավիթը այս խոսքին ևս հավելում ուներ, քանի որ խորհրդանիշներին մեծ կարևորություն չեմ տալիս, ինձ համար միևնույն էր։ Կարծում եմ, նոր տարին պետք է լավ դիմավորել։ Հոգուս խորքում հավատում եմ, որ ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի։ Ահ, այդ երազանքները։ Սոնան նշել էր. Քույրիկիս հետ ավանդույթ ունեինք։ Ուղիղ կեսգիշերին թղթի վրա գրում էինք երազանքները, այրում, լցնում շամպայնի մեջ ու խմում։ Չեմ կարող ասել, որ միշտ կատարվել է, բայց երազանքները հենց նրա համար են, որ ոչ միշտ կատարվեն։ Նեղ ընտանեկան պահերի մասին այս զույգը ևս խոսել էր։ Գրեթե չենք վիճում, այս մասին խոսել էր Սոնան ու նշել հետևյալը. Մեր մեջ կոնֆլիկտային է շոփինգը։ Ես երկար եմ ընտրություն կատարում։ Մի օր առաջ զգուշացնում եմ, որ Դավիթը պատրաստվի այդ 1 ժամվան։ Դավիթը նշել էր. 1 ժամ, մեզ մոտ երբևիցե շոփինգը 1 ժամ չի տևել։ Մի բան էլ կա։ Ամեն օր տնից դուրս գալուց հետո գոնե 1 անգամ հետ ենք գալիս։ Միշտ մի բան մոռանում ենք, կամ ես, կամ էլ Սոնան։ Ես նաև ուշանալու մեծ վարպետ եմ, բայց հիմա արդեն այդ խնդիրը չկա։ Մեր միջից ուշացողը ես եմ եղել։ Սոնային ասում էի, որ ինչ-որ տեղ գնանք ու ուշանում էի։ Իրեն էլ եմ սպասել երկար, բայց իմ ուշանալու հաճախականությունը բարձր է եղել։ Ես այս հարցում հաղթանակած եմ։ Սոնան Դավիթի խոսքին հավելել էր. Ես խանդոտ բնավորություն ունեմ, բայց իմ խանդը միշտ արդարացված է։ Այս ամենին Դավիթը նաև իր պատասխանը ուներ։ Բայց քանի որ ես պատճառ չեմ տալիս, չի խանդում, ժպիտով նշել էր նա ու հավելել. Ես
խանդելու սովորություն չունեմ, դա անիմաստ բացասական լիցքեր է տալիս։ Հարցազրույցի ընթացքում զույգը նաև պատմել էր, թե ամեն ինչ ինչպես է սկսվել։ Առաջինը խոսքը սկսեց Սոնան։ Իրար ճանաչում ենք արդեն 6 տարի։ Նկարահանումների ժամանակ ենք ծանոթացել։ Ես լրագրող էի, ով հարցազրույցի էր հրավիրել рэփեր Դավիթին։ Հետո ընկերուհուս հարսանիքի ժամանակ հանդիպեցինք ու սկսվեց ամեն ինչ։ Անկեղծության համար պիտի ասեմ, որ կապ չունի, թե ով է դիմացինդ։ Եթե նա քո կյանքում միշտ կա, կգա պահ, որ կհոգնեցնեք իրար։ Դրա համար ինչքան էլ ընդհանուր հետաքրքրություններ ունենաք, պետք է ունենալ նաև առանձին նախասիրություններ, որոնք գուցե դիմացինիդ հետաքրքիր չեն, բայց քոնն են։ Այս մասին Դավիթը ևս խոսել էր։ Հիմա կյանքի ռիթմն այնպիսին է, որ այսօրվա մեջ աշխատանքային ժամերը շատ են։ Այնպես չէ, որ ամբողջ օրը միասին ենք։ Պետք է հարաբերություններում նոր բաներ բացահայտել ու նորություններ մտցնել միշտ։ Այս դեպքում երբեք հոգնածություն չի եղել։ Եթե սկզբում մեզ համար սիրո դրսևորում էր ամեն վայրկյան հեռախոսով խոսելը, ապա հիմա օրինակ այն է, որ ես երբ ուշ տուն կամ Սոնային ինչ-որ քաղցրավենի կամ էլ ծաղիկներ բերեմ։ Վերադառնալով ամանորի թեմատիկային, Սոնան նշել էր. այս տարի երկար էինք մտածում ինչպես դիմավորել ամանորը։ Աշխատանքի բերումով չէինք կարող երկար բացակայել քաղաքից։ Որոշեցինք, որ այս տարի Դավիթենց և մեր ընտանիքներով կհավաքվենք մեր տանը, ընտանեկան, հայկական նոր տարի կանենք։ 2018 թվականն ինձ համար չեմ ասի, որ լավ տարի էր։ Դավիթը նայում է Սոնային։ Չէ, կասեմ, որ շատ լավ տարի էր։ Այս տարի ընտանիք կազմեցինք, ծիծաղով նշել էր Սոնան։ Այս տարին լավն էր նաև աշխատանքի առումով։ Դավիթն էլ հավելեց. ինձ համար էլ էր հետաքրքիր տարի, դրական շատ փոփոխություններ եղան, իսկ ես փոփոխություններ սիրում եմ։ Հույս ունեմ, որ 19-ը նույնպես լավը կլինի, անկեղծացել էր զույգն ու փակել այս հարցազրույցի թեման։ Չնայած նրան, որ Դավիթը շատ հաճախ ընդմիջումներ է վերցնում և տևական դադարներով երգեր չի թողարկում, նրա մասին միշտ հիշում են։ Այդպես եղավ նաև 2017 թվականին, երբ Դավիթը թողարկեց «Հովարեք» երգը, որը մի քանի երաժշտական ոճերի խառնուրդ էր՝ հիփ-հոփ, ռոք ու բալլադ։ Հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանք ենք ստացել, նշել էր Դավիթը։ Երգիչն այն անվանել էր վերադարձի երգ։ Երկարատև դադարից հետո ինչպես այն կընդունվի, չեմ կարող ասել։ Այս երգը ցանկություն է առաջացրել ավելի շատ մասսայական աշխատանքներ անել։ Ինձ մոտ ցանկություն կա ավելի ակտիվ լինել։ Իմ առաջնային նպատակն է այս երգը տարածել ու ընկերական շրջապատից դուրս հանել։ Ինչ-որ մտավախություն չունեմ, թե ինչպես կընդունեն երկարատև դադարից հետո, նշել էր рэփերը։ Վերջինս ավելացրեց, որ դադարի ընթացքում նա շարունակել է ստեղծագործել ու համացանցով ներկայացրել է նոր աշխատանքներ։ Այս մասին Դավիթը խոսել էր իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։